Այս պատմության մեջ ստի և դավաճանության սարդոստայնն այնքան է խճճվել, որ հերոսներից յուրաքանչյուրի կյանքը վերածվել է իսկական մղձավանջի։ Այսօր մենք ականատես կլինենք հոգեբանական ծանրագույն բախումների, որոնք անտարբեր չեն թողնի ոչ մեկիդ։ Վլադիմիրի մայրը Օլգան գտնվում է ծայրահեղ անկայուն և ոչ ադեկվատ վիճակում։ Վախն ու տարիների թաքցրած գաղտնիքը վերջնականապես խելագարության են հասցնում այս կնոջը։ Նա մատնված է կատարյալ խուճապի։ Վլադիմիրը, ով բավականին խելացի տղա է, անզեն աչքով տեսնում և հասկանում է, որ մոր հետ ինչ-որ սարսափելի բան է կատարվում։ Նա աղերսում է, պահանջում և խնդրում մորը վերջապես բացել փակագծերն ու ասել ճշմարտությունը։ Ի՞նչն է այսքան հապճեպ, գլխապատառ փախչելու իրական պատճառը։ Բայց Օլգան համառորեն լռում է, վախենալով կորցնել որդուն։ Նա դողացող ձեռքերով հավաքում է ճամպրուկները, հույս ունենալով փրկվել փախուստով։ Սակայն Վլադիմիրը կանգնում է որպես անանցանելի պատ։ Նա կտրականապես չի համաձայնում լքել երկիրը, քանի դեռ չի իմացել իրեն տանջող բոլոր հարցերի պատասխանները։ Մոր և որդու միջև անջրպետը գնալով մեծանում է։ Իսկ Սարգսյանների տանը տիրում է իսկական քաոս և ահավոր լարվածություն։ Այն բանից հետո, երբ Լեոն գտնում է Մանանի նոր հեռախոսը նվիրված Գրիշոյի կողմից, նա պարզապես շոկի է ենթարկվում։ Զայրույթն ու ցավը խեղդում են նրան, և նա ստիպված բոլորի ներկայությամբ բացահայտում է ամենասարսափելի ճշմարտությունը։ Այն մարդը, ով թիկունքից ստորաբար հարվածել է իրեն ու հասցրել մահվան դուռը, ոչ այլ ոք է, քան Գրիշոն։ Այս խոստովանությունը պայթում է ռումբի պես։ Դավիթ պապիկը ապշահար քարանում է, նրա ուղեղում չի տեղավորվում այս աստիճան դաժանությունը։ Շոկի մեջ է նաև Մանանը։ Նա արդարանում է, երդվելով, որ բացարձակապես գաղափար չուներ այս դավադրության մասին, և որ եթե իմանար, թե Գրիշոն է փորձել սպանել իր եղբորը, կյանքում երբեք նրանից ոչ մի նվեր չէր վերցնի։ Եղբայրը Դավիթը ցավով նայում է քրոջն ու բացատրում, որ հենց այս վտանգն էր կանխազգում, երբ անընդհատ պահանջում էր Մանանից մեկ ընդմիշտ հեռու մնալ Գրիշոյից։ Բայց այս ծանր էմոցիոնալ խոսակցությունն ու լարվածությունը իրենց սև գործն անում են։ Լեոյի առանց այն էլ խոցելի առողջական վիճակը կտրուկ վատանում է, և նա, չդիմանալով ցավին ու սթրեսին, ուշագնաց է լինում բոլորի աչքի առաջ։ Սակայն սերիայի ամենադաժան ու սրտաճմլիկ դրվագը դեռ առջևում էր։ Հունանը, ով արդեն տիրապետում է Ավոյի ամենամեծ գաղտնիքներից մեկին, որոշում է գործի դնել իր կործանարար զենքը։ Իմանալով, որ Ավոն սիրուհուց երեխա ունի, Հունանը գնում է քրոջ Էռնայի մոտ։ Երբ խոսակցությունը բացվում է, Էռնան հանգիստ ձևացնելով նշում է, որ ինքը վաղուց գիտի սիրուհու գոյության մասին և մեծահոգաբար ներել է ամուսնուն հանուն ընտանիքի պահպանման։ Եվ հենց այդ պահին Հունանը հասցնում է իր մահացու հարվածը։ Իսկ դու գիտե՞ս, որ նրանք երեխա ունեն։ Այս բառերը Էռնայի համար հնչում են որպես մահավճիռ։ Խեղճ կինը ապշում է, նրա ամբողջ աշխարհը փուլ է գալիս։ Էռնան ծանրագույն հոգեբանական հարված է ստանում։ Նա հուզվում է, կորցնում իրեն, անվերջ արտասվելով։ Չէ՞ որ նա ինքը դատապարտված է անպտղության։ Նա չի կարողանում մայրանալ, իսկ իր ամուսինը, ում նա այդքան սիրում ու ներում էր, կողքից արդեն երեխա ունի։ Այս ցավը պարզապես անտանելի է։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, Էռնան կկարողանա երբևէ ներել Ավոյին այս ստոր դավաճանությունն ու երեխայի փաստը, թե վերջնականապես կհեռանա նրանից։ Իսկ Օլգան ի վերջո կխոստովանի որդուն ողջ ճշմարտությունը, և արդյոք Լեոյի կյանքին կրկին վտանգ է սպառնում։ Անպայման գրեք ձեր կարծիքն ու ենթադրությունները մեկնաբանություններում։ Ձեր խոսքը մեզ համար շատ արժեքավոր է։